Նինոց վերջին տարիներին գործում են բազմաթիվ կրթական կենտրոններ, որտեղ մեր երեխաները հնարավորություն ունեն անվճար ուսումնասիրել արվեստ, պատմություն, գրականություն եւ այլն։ Այսօրվա մեր անդրադարձը Ռաֆայել Ջավախ կրթամշակութային կենտրոնի պարապմունքներից պարարվեստինն է, կոնկրետ Ծաղկազարդ համույթին։ Բացի Ռաֆայել Ջավախ կրթամշակութային կենտրոնի միջոցառումներից Ծաղկազարդը բազմիցս է հանդես եկել տարբեր քաղաքներում, ինչպես Վրաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Երեխաների համար ամենահետաքրքիրն ու ամենատպավորիչը Դիլիջանում անցկացրած օրերն էին, որի մասին խոսում էին մեկը մյուսին հերթ չտալով։ Ես հաճախում եմ Ռաֆայել Ջավախ կրթամշակութային կենտրոն եւ Ծաղկազարդ խմբով մենք ելույթ ունեցանք դեպի Դիլիջան։ Մենք այնտեղ ներկայացրեցինք ինչպես վրացական, այնպես էլ հայկական մշակույթը։ Մենք ունեցանք գեղեցիկ ելույթ։ Ներկայացրել ենք երկու պար, վրացական եւ հայկական։ Բոլորը գոհ էին մեր բացից։ Մենք էլ ենք գոհ եւ մեր ուսուցչուհիներն էլ գոհ։ Հետո գնացել ենք Գյումրի, Ֆրունզիկ Մկրտչյանի տուն-թանգարան, շատ հետաքրքիր էր։ Այդ օրը մեզ համար մի հիասքանչ օր էր եւ միշտ կհիշենք այս օրը։ Իմ դուրը շատ եկավ Դիլիջանը, քանի որ մենք առաջի անգամ էինք գտնվում այնտեղ, իսկ համերգից հետո մենք գնացինք դեպի Գյումրի եւ գնացինք Գյումրիի տեսարժանվայրերը, իմ դուրը շատ եկավ, ես շատ հավանեցի։ Այս ամենի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ուսուցչուհուն, ընկեր Լուսինեին, ամեն ինչի համար, որ մասնակցում ենք այսքան փառատոների։ Մատաղ սերնդի մեջ սերմանել արվեստ, դա արդեն իսկ գերագնահատելի է։ Պարուսույց Լուսինե Մզիկյանը համարվում է այն սերմնացաններից մեկը, որի սերմերը արդեն տվել են իրենց պտուղները։